Խաղերում կան մեծահասակներ, ովքեր ձևանում են երեխա։ Ուղարկեք այս տեսանյութը բոլոր ծնողներին, ում երեխաները հեռախոսով խաղեր են խաղում։ Թուրքիայում այս խաղն ընդհանրապես արգելափակեցին սկանդալների պատճառով։ Դուք մտածում եք նրանք պարզապես տներ են կառուցում կամ Roblox են խաղում։ ԱՄՆ-ում տասնյակ դատական հայցեր են ներկայացվել։ Պատճառը հազարավոր մեծահասակներ են, ովքեր մտնում են մանկական խաղերի տիրույթ։ Սկզբում անծանոթը երեխային անվճար խաղային արժույթ կամ նվերներ է առաջարկում, իսկ հետո ասում. «Արի անցնենք Telegram-ի փակ չաթ, այստեղ միայն լավագույն խաղացողներն են»։ Եվ ահա այստեղ սկսվում է ամենասարսափելին։ Երեխաներին ուղարկում են մեծահասակների համար նախատեսված շոկային կոնտենտ, կորզում անձնական տվյալներ կամ լուսանկարներ։ Բայց ինչու են երեխաները լռում։ Մանիպուլատորները առաջին իսկ հաղորդագրություններով նրանց վախեցնում են։ Եթե ծնողներիդ պատմես, նրանք կջղայնանան, քեզ կպատժեն ու կխլեն հեռախոսդ։ Ամենամեծ սխալը հարցաքննությամբ մոտենալն է։ Ցույց տուր հեռախոսդ։ Այդպես մենք պատ ենք կառուցում եւ երեխան ընդմիշտ կփակվի ինքն իր մեջ։ Պետք է ասել նրան հետեւյալ 3 բանը. Ինչ էլ քեզ ուղարկեն համացանցում, դու մեղավոր չես։ Ես երբեք քեզնից չեմ խլի հեռախոսդ, եթե դու գաս ինձ մոտ եւ ցույց տաս, թե քեզ ինչպես են վախեցրել։ Եղեք երեխայի համար պաշտպանություն, այլ ոչ թե պատիժ։ Պահպանեք այս տեսանյութը եւ հենց հիմա ուղարկեք ծնողական չաթերին։